Ամերիկացի վերլուծաբան եւ քաղաքագետ Մարկ Սլեբոդան կանխատեսել է Ուկրաինայում հակամարտության ավարտը Ռուսաստանի պայմաններով։ Նրա խոսքով Մոսկվան թույլ չի տա Կիևին օգտագործել հրադադարը որպես միջոց, մոբիլիզացնելու ավելի շատ մարդկանց եւ ստանալու նոր արևմտյան զենք։ Փորձագետի կարծիքով Ուկրաինան օգտագործել է խաղաղ նախաձեռնությունները սեփական սադրանքներն ուժեղացնելու համար։ Սլեբոդան ընդգծել է, որ հակամարտությունը կավարտվի ռուսական պայմաններով մարտի դաշտում կամ բանակցությունների սեղանի շուրջ։ Այս խաղն ավարտված է, առավելությունը Ռուսաստանի կողմն է, եզրափակել է նա։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը մտահոգություն է հայտնել Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին Ռուսաստանի եւ Չինաստանի միջև հարաբերությունների ամրապնդման կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Ռուսաստան-Չինաստան հարաբերությունները մեր ժամանակների մեծագույն մարտահրավերն է, ասել է նա։ Կալասի կարծիքով, երբ Չինաստանն ու Ռուսաստանը խոսում են 100 տարվա ընթացքում չտեսնված փոփոխությունները ղեկավարելու եւ միջազգային անվտանգության վերանայման մասին, ապա դա ծայրահեղ մտահոգության առիթ է։ Նա Չինաստանին մեղադրել է Ռուսաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելու մեջ։ Արևմուտքի առաջնորդները նախկինում բազմիցս հայտարարել են, որ Պեկինը Մոսկվային է փոխանցում երկակի նշանակության ապրանքներ, որոնք թույլ են տալիս Ռուսաստանին շարունակել ռազմական գործողությունները, եւ չինական կողմից զգուշացրել են նոր պատժամիջոցների մասին։ Իսրայելը հայտարարել է, որ պաղեստինյան Համաս խմբավորումը պետք է համաձայնի Գազայում պատանների մասին գործարքին կամ ոչնչացվի, մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հրադադարի մասին համաձայնագիրը շատ մոտ է։ Այս մասին հաղորդում է France 24-ը։ Համասի մարդասպաները այժմ ստիպված կլինեն ընդունել պատանդներին ազատելու ԱՄՆ-ի գործարքի պայմանները կամ ոչնչացվել, հայտարարել է Իսրայելի ՊՆ նախարար Իսրայել Կացը։ Գազայի 20-ամսյա պատերազմի դադարեցման շուրջ բանակցությունները մինչ օրս բեկում չեն գրանցել, եւ Իսրայելը վերսկսել է ռազմական գործողությունները մարտին, կարճատև զինադադարից հետո։ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Վաշինգտոնի հետ միջուկային բանակցություններում Թեհրանի դիրքորոշումը գերիշխանությունից հրաժարվելն է, հաղորդում է Մեհրը։ ԱԳ նախարարը ընդգծել է երկրի ամուր դիրքորոշումը միջուկային հարստացման վերաբերյալ, երբ ԱՄՆ-ն հայտնում է, որ չպետք է հնարավորություն ունենանք ուրանի հարստացման համար, դա գերիշխանության ակտ է, ինչը անընդունելի է իրանական ազգի համար, նշել է Արաղչին։ ԱՄՆ-ն իրավունք չունի իրանցի ժողովրդին զրկել իր օրինական իրավունքներից միայն սեփական մտահոգությունների պատճառով, հայտարարել է նախարարը։ Նա հավելել է, որ Իրանը գործելու է վճռականորեն եւ առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի հրահանգին համապատասխան։ Եվրամիությունը գիտակցաբար գնում է ուկրաինական հակամարտության սրման, դաշինքի երկրների ղեկավարները պատրաստվում են նոր սպառազինություն մատակարարել Կիևին, որպեսզի արդարացնեն իրենց տոտալ ռազմատենչ ռազմավարությունը, գրել է իտալական թերթը։ Հենց որ ռուս-ուկրաինական պատերազմն ավարտվի, ամենայն հավանականությամբ ի վնաս Կիևի, Եվրոպան միշտ կկարողանա նոր պատերազմի բախվել իր թշնամու Ռուսաստանի հետ, որպեսզի արդարացնի տոտալ ռազմատենչ ռազմավարությունը, ասված է հոդվածում։ Նյութի հեղինակները կարծում են, որ Եվրոպան հնարավորություն չունի զբաղեցնել նույն դիրքորոշումը, ինչ Վաշինգտոնը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատճառով, ով պատրաստվում է դուրս գալ հակամարտությունից։